Լոռեցիներ ջան, վանաձորցիներ ջան, այսօր մենք եկել ենք Լոռի, իմ տուն, Լոռին իմ համար ուղղակի մարզ չի, այստեղից են իմ արմատները, այստեղ է անցել իմ մանկությունը, այստեղ եմ սովորել, ինչ է աշխատանքը, ինչ է խոսքի տեր լինելը, ինչ է ընտանիքը ու հայրենիքը, մեր երկիրն այսօր ծանր վիճակում է, մարդիկ հոգնել են վախից, անորոշությունից, աղքատությունից ու բաժանումներից, մարդիկ հոգնել են նրանից, որ իրենց հետ խոսում են ոչ թե որպես արժանապատվություն ունեցող քաղաքացի, այլ որպես ռեսուրս, ապել, վախեցնել, ստորացնել ու նորից ընտրության բերել, բայց Հայաստանը դատապարտված չէ թույլ լինելու, Հայաստանը փոքր երկիր է, բայց փոքր լինելը դատավճիռ չէ, փոքր երկիրը կարող է լինել ուժեղ, եթե ունի խելք, արժանապատվություն և ուժեղ ղեկավարություն, ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է դուրս գալ զոհի վիճակից, Հայաստանը կարող է լինել երկիր, որի հետ հաշվի են նստում, այս Հայաստանում Լոռին պետք է լինի ոչ թե մոռացված մարզ, այլ զարգացման կենտրոն, այստեղ պետք է զարգանան արդյունաբերությունը, տուրիզմը, փոքր ու միջին բիզնեսը, Տաշիրը, Վանաձորը, Ստեփանավանը, Ալավերդին, Սպիտակը պետք է ունենան իրենց տնտեսական դերը, դուք վաղուց եք արժանի լավ կյանքի, ձեր երեխան արժանի ապրել այստեղ, իր հողի վրա, արժանապատիվ կյանքով, երիտասարդը պետք է մնա հայրենիքում, փոքր և միջին բիզնեսը պետք է պաշտպանված լինի, եթե համակարգը վատ է աշխատում, պետք չէ մեղադրել ժողովրդին, պետք է փոխել համակարգը, եթե ներդրողը չի գալիս, մեղավորը ժողովուրդը չէ, եթե սահմանը անվտանգ չէ, մեղավորը զինվորը չէ, պետությունը պետք է աշխատի, ղեկավարությունը պետք է պատասխան տա, այսօր ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը իր շեֆերի հետ քննարկում է հարցեր, որոնք կարող են ազդել Հայաստանի յուրաքանչյուր հայ ընտանիքի անվտանգության վրա, խոսքը Հայաստանի տարածքում 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման մասին է, մենք չենք կարող ձևացնել, թե դա սովորական հարց է, սա մեր երեխաների անվտանգության հարցն է, սա մեր գյուղերի, քաղաքների, տների ապագայի հարցն է, մենք իրավունք չունենք լռել, երբ Հայաստանի ապագան կարող է որոշել ոչ թե այ ժողովուրդը, այլ Ստամբուլում կամ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունը պարզապես քաղաքական ընտրություն չէ, այս ընտրություններում է որոշվելու, թե ինչպիսի Հայաստան ենք թողնելու մեր երեխաներին, եթե մենք մնանք անտարբեր, եթե թողնենք, որ ուրիշները որոշեն մեր փոխարեն, վաղը իրավունք չենք ունենալու բողոքելու, սա այն պահն է, երբ պետք է կանգնել ու ասել, բավական է ապրել պարտվողի հոգեբանությամբ, բավական է ամեն կորուստ բացատրել որպես անխուսափելիություն, բավական է ժողովրդին ասել, այլ տարբերակ չկա, տարբերակ կա, տարբերակը ուժեղ տնտեսությունն է, տարբերակը ուժեղ բանակն է, տարբերակը լուրջ դիվանագիտությունն է, տարբերակը այն Հայաստանն է, որտեղ մարդը չի ամաչում իր պետությունից և առավել ևս իր ղեկավարներից, փոփոխություն լինելու է, մենք արժանի ենք ավելիին, ես ուզում եմ Հայաստան, որտեղ մարդը աշխատում է և ապրում է արժանապատիվ, Հայաստան, որտեղ գյուղը դատարկված չէ, Հայաստան, որտեղ բանակը ուժեղ է, Հայաստան, որտեղ պետությունը խոսքը պահում է, Հայաստան, որտեղ մարդիկ իրար չեն ատում, Հայաստան, որտեղ երեխաները տեսնում են ապագա, եկեք մեր երեխաներին թողնենք ոչ թե վախեցած երկիր, այլ արժանապատիվ Հայաստան, փոփոխություն լինելու է, ես համոզված եմ, մենք միասին անելու ենք ուժեղ Հայաստան, լոռեցիներ ջան, մենք պետք է ամբողջ աշխարհին ցույց տանք, թե ինչպես են պայքարում լոռվա տղերքը,
թե ինչպես են պայքարում լորվա կանայք եւ ինչպես են հաղթում։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել